Ինչու չի կարելի արագ ուտել բարիատրիկ վիրահատությունից հետո։ Ես կուզեմ այսօր խոսել անպայման այդ մասին։ Ասեմ, որ բարիատրիկ վիրահատությունից հետո, այսինքն սլիվ գաստրեկտոմիայից հետո, ստամոքսը փոքրանում է։ Եվ շատ կարևոր է հիշել, որ դուք կարող եք ընդունել ընդամենը շատ քիչ եւ սահմանափակ քանակով սնունդ կամ հեղուկ։ Շատ կարևոր է բարիատրիկ վիրահատությունից հետո ուտել քիչ քանակով եւ բնականաբար լավ ծամելով։ Ինչ է լինում, երբ մենք ընդունում ենք շատ քանակով սնունդ կամ առանց ծամելու։ Հնարավոր է, որ առաջանա ստամոքսի հատվածում էպիգաստրալ շրջանում ցավեր, կարող է լինել սրտխառնոց, նույնիսկ շատ անգամ հնարավոր է նաեւ փսխումներ։ Հետևաբար մենք խորհուրդ ենք տալի, որ ընդունել փոքր չափաբաժիններով։ Մենք խորհուրդ ենք տալի, որ անպայման լավ ծամել, որից հետո նոր սնունդը ընդունել։ Ասեմ, որ սա հեշտացնում է մարսողությունը, անհարմարություններ չի ստեղծում հիվանդի մոտ, չի լինում ցավեր, չի լինում սրտխառնոցել, անհանգստություն, ինչպես նաև դիսկոմֆորտ էպիգաստրալ շրջանում։ Սա շատ կարևոր է առողջ սննդակարգի համար եւ դա առողջ ապրելակերպի, առողջ սնվելու կարևոր բաղադրիչն է։ Շատ կարևոր է նույնիսկ հեղուկի ընդունումը, որ պետք է կումերը նույնպես լինեն փոքր, ոչ թե մեծ կումերով, որտեղ մինչ այդ երբ որ հիվանդը վիրահատված չէր եւ ստամոքսի պարունակությունը մեծ էր, բնականաբար մեծ կումերու դեպքում, մեծ կումերով ընդունելու դեպքում խնդիրներ չեն առաջանում։ Բայց երբ որ մենք արդեն ունենում ենք փոքրիկ ստամոքս կամ փոքրացած ստամոքս, բնականաբար պետք է կումերը նույնպես լինեն փոքր։ Կարևոր է որ ընդմիջումները լինեն 20 րոպե, կես ժամ կամ մինչև մի ժամ, ինչու որտեվ շատ անգամ մարդկանց մոտ ընդունված է, որ սնունդի ընդունումից հետո, երբ որ առաջանում է ցավեր, էպիգաստրալ շրջանում, անհանգստություն, դիսկոմֆորտ, մարդիկ ընդունում են հեղուկ, որպեսզի անցնի ցավերը։ Ասեմ, որ դա շատ սխալ է եւ պետք չէ միանգամից ընդունել հեղուկ, երբ որ զգում եք, որ մի փոքր ավել եք կերակուր ընդունել կամ սնունդ ընդունել։ Ցանկալի է վեր կենալ քայլեր, որպեսզի անցնեն այդ զգացողությունները։ Հեղուկի կամ սնունդի ընդունման ընդմիջումները անպայման լինեն։ Դա կլինի 20 րոպե, կես ժամ, թե մի ժամ, բայց շատ կարևոր է որ լինեն ընդմիջումներ։ Սա շատ կարևոր է ինչով նաև, որովհետև մենք ձևավորում ենք մարդկանց մեջ առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի եւ առողջ սնվելու կուլտուրա։